Վերջին ամիսներին Նինոծմինդայի մի շարք թաղամասերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման և նոր խողովակաշարերի տեղադրման աշխատանքներ։ Թեև ծրագրի նպատակն է ապահովել որակյալ ու անխափան ջրամատակարարում, սակայն այդ գործընթացից հետո որոշ փողոցներ մնացել են վնասված ու չվերականգնված վիճակում։ Բնակիչները նշում են, որ աշխատանքներից հետո ճանապարհների վրա մնացել են փոսեր և կիսափոր հատվածներ, ինչը դժվարացնում է ոչ միայն ավտոմեքենաների, այլև հետիոտների տեղաշարժը։ Ջրամատակարարման համակարգը կարևոր է, բայց ցանկալի կլիներ, որ աշխատանքները ավարտելուց հետո նաև ճանապարհները վերականգնվեին։ Հազիվ է քաղաքը, չգիտեմ ինչ վիճակ կլինի, ինչ կլինի, բարեկարգվել, վերջապես իրոք իսկական քաղաքացի էի դարձել, բայց ջրի մատակարարման սիստեմը փոխելու բանի ժամանակ լրիվ քարոքան դրա։ Մանավանդ իրենք չեն հասկանում, իսկ ջավախք է 2000 մետր վարչության վրա գտնի ծովի մագերունից։ Ձմեռը 60-70 սանտի ցարիկ, իրենք պետք է փորեն։ Ու այն հանքափորերը, հանքերում որ աշխատող տեխնիկաները բերեն, այսպես ուժը զարգեն տները, շատ տներ հետո վտարային վիճակում է։ Այդ փորել լավ, փորել, ոնց է գնաց, ջերը փաշեց, մանավանդ այս Խոջաբեկի աղամասը կսեն ուրա, Խոջաբեկում բոլորը վերջացած է, բայց ասֆալտը վրդ է։ Առաջի ասֆալտ որ եղավ Խոջաբեկում, այդ ժամանակ, եթե չեմ սխալվի, Հդոյանն էր երևի բանը, հանգեբելին, մինչև գերեզմանատուն տանող ճամփան էր։ Լրիվ ճեղքրդած է, մինչև թելած է, հա իրենք իրենց փորածին, աշկանամ տեղի նորից ասֆալտը լացին, փակեցին, բայց այդ փոսերը 100 տոննանոց տեխնիկաներն են իդել, այդ տեյնի պիտի սարքել։ Պիտի սարքել։ Դա նորից ասֆալտ կեն։ Իրենք տենին, թե մենք նորից մեր մունիցիպալիտետը դենի կամ պետության հաշվում։